ձեր հարցին որևէ կերպ լուծում չի տրվել։ Այսօր ինչ եք պատրաստվում անել։ Ուրեմն ոչ միայն չեն արձագանքել այդ օրվանից, այլ այդ ընդհանրապես չարձագանքել է եւ կենտրոնական բանկի համապատասխան պաշտոնյաների կողմից այս լռությունը ոչ միայն անտարբերություն է, այլ նաեւ ոչ օրինաչափ է, քանի որ օրենքով նախատեսված կարգով իրենք պետքա այս իրավիճակներում թափանցիկ աշխատեն եւ հաշվետվություններ տան հասարակությանը, հատկապես այն քաղաքացիներին, ովքեր դարձել են զեղծարարության զոհեր, ովքեր կորցրել են գումարներ։ Այս լռությունը այս սովորական անտարբերություն չի, նաև այս լռությունը հերթական անգործությունն է, ինչը ես կբնութագրեի ոչ թե հանցավոր անգործություն, այլ լռությունը ըստ իս հանցավոր գործունեություն է։ Նայեք, նախորդ անգամ բողոքի ակցիան շարունակվեց նաև դատախազության մոտ, համապատասխան նամակներ հանձնվեցին, իդեպ թեմային հենց դատախազն անդրադարձել է նաև ազգային ժողովում, ինչ արձագանքներ եղան այդ նամակներից եւ կոնկրետ օրինակ կենտրոնական բանկից, դատախազությունից, կառավարությունից, որտեղ մի քանի անգամ գնացիք, ինչ եք ակնկալում, կարծում եք, որ միջամտություն կլինի ամեն դեպքում եւ հարցը կլուծվի, թե սպասում եք առհասարակ, որ արձագանքներ չեն լինի։ Ուրեմն ակնկալում ենք, սպասում ենք եւ տևական ժամանակ է ինչ սպասում ենք, արդեն 2 ամսից մի քանի օր ավել է սպասում ենք, որ պետք է առաջին չեղարկվեն ապօրինի վարկային պահանջները։ Սա մենք այս հարցը այլևս քննարկելի չէ, պետք է չեղարկվեն ապօրինի վարկային պահանջները։ Արձագանքներ ես արդեն ասել եմ, որ մյուս մարմիններից, օրինակ գլխավոր դատախազությունից, օրինակ քննչական կոմիտեից ունեցել ենք, բավարար կգնահատեի այդ արձագանքները, սակայն պետքա օրինակ գլխավոր դատախազը անցնի գործուն քայլերի, հա, ազգային ժողովում իր հայտարարությունները ճիշտ էր, տեղին էր, ողջամիտ էր գնահատված, օբյեկտիվ էր գնահատված իրավիճակը, բայց պետքա անցնի գլխավոր դատախազը ավելի գործուն քայլերի եւ նորից եմ պնդում, որ բանկերի զեղծարարությունների պատճառով չպետքա տուժի եւ չպետքա վնաս կրի հաճախորդը։ Գործուն քայլերը, որոնք Ինչ պետք է, որովհետև իրավական դաշտում եթե նայենք, պարոն Կարագոզյան, բանկերն էլ են ասում, դե չգնայիք, ուշադիր լինեիք, չտրվեք այդ գայթակղությանը, օրինակ վարկ չձևակերպեն ձեր անունով։ Չէ, այս վարկերի լծակները ո՞րն է ազդող։ Բանկերի մեկնաբանությունները իհարկե հիմնավոր չի, անտրամաբանական է, գուցե եւ ոչ խելամիտ, իսկ դրա պատասխանատուն արդեն կենտրոնական բանկն էր, որ պետք է համակարգեր, դե հիմա դուք էլ եք տեսնում հարգելի լրագրողներ, կենտրոնական բանկը պետք է աշխատեր, պետք է հաշվետվողականություն ունենա, պետք է թափանցիկություն ունենա, պետք է ոչ թե մենք գնանք սենյակներում ինչ-որ քննարկումներ անենք, որոնք մնան անհետևանք, իրանք պետք է թափանցիկ կերպով ինչպես են աշխատում։ Մենք նախորդ անգամ ասեցինք, թող գան լրատվամիջոցների ներկայությամբ պատասխանեն մեր հարցերին, իրենք թափանցիկություն պետք է ունենան եւ այս հարցերին պատասխանելով իրանք կկարողանան իրենց պարտավորությունները գոնե այդքանով կատարել, ինչը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ֆինանսական իրավունքների պաշտպանությունն է, ինչը իրանց գործառույթների տիրույթում է եւ եթե չեն անում, ուրեմն գլխավոր դատախազությունը այստեղ արդեն անելիքներ ունի։ Սա անգործություն է, ասեմ, օրենքով նախատեսված կարգով, ինչ են անում անգործության դեպքում, պետքա սա անի գլխավոր դատախազությունը։ Եվ ես տեղեկացնեմ, որ այստեղից մենք շարժվելու ենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որովհետև այդ լռությունն էլ մեզ դուրս չի գալի։ Պարտադիր չի, որ քաղաքացին գնա իրանց դուռը, դիմի իրանց, չէ՞ որ մենք պնդում ենք եւ իրականությունը այդպես է։ Հայաստանի Հանրապետությունում տեղի ա ունեցել թալան, Հայաստանի Հանրապետությունում տեղի ա ունեցել զանգվածային հանցագործություններ, քաղաքացիների իրավունքները խախտված են, խախտվում են ամեն քայլափոխի բանկերում, հա։ Այստեղ ելնելով նախորդ ակցիայից, ելնելով հրապարակումներից արդեն բացարձակաբար
պարզապես էլ պարտադիր չէր, որ քաղաքացիները գնային մարդու իրավունքների պաշտպանի դուռը, բայց այսօր ես խոստանում եմ, որ մենք անպայման պետքա գնանք։ Իրենք պետքա իրանց միջոցներով նախաձեռնեին հանդիպում, քննարկում կենտրոնական բանկի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այդ բանկերի դուռը չեք ուզում գնալ։ Ի վերջո այդ բանկերը չունեն բավարար պաշտպանական համակարգ, որպեսզի այն քաղաքացիները, որոնք նույնիսկ լավ չեն տիրապետում այդ գործիքակազմին եւ կարող են տրվել գայթակղություններ եւ գնալ ինչ-որ հղումներով եւ միլիոնավոր դրամների վնաս կրել, իրենք չկրեն։ Ի վերջո դուք տալիս եք հստակ բանկերի անունները, ID բանկը, Արչին բանկը եւ Ինեկո բանկը եւ մյուս բանկերի հաճախորդները օրինակ այդպիսի խնդիրների առաջ չեն կանգնում։ Կանգնում են, մյուս բանկերն էլ են կանգնում այդ խնդիրների առաջ եւ այստեղ խոսքը չի գնում միայն ու միայն վարկերի մասին, հա, այստեղ խոսքը գնում է ընդհանրապես բանկերում տեղի ունեցած զեղծարարությունների մասին, որը նաև հետևյալն է։ Օրինակ քաղաքացի ունենք, որ իր ավանդային գումարներն են գողացել, եւ այդ մասին նաև ես հենց այսօր եմ ստացել ահազանգ, ուրեմն այս գողացված գումարները ներողություն, այս պահին չեմ հիշում, բայց հեսա քաղաքացուն դեմքով կտեսնեմ, դուք եք։ Ուրեմն ես միտքս վերջացնեմ, ձերը Արչին բանկում։ Կան էլի բանկեր, որ այդ վերը նշված ցուցակի մեջ չեն, բայց ես արդեն ասել եմ, որ 17 բանկերում էլ տեղի են ունենում զեղծարարություններ, պարզապես այդ 3 բանկերը առանձնանում են, հա, թվականակով եւ այստեղ նաեւ խոսքը գնում է ընդհանրապես զեղծարարությունների մասին։ Առաջին այն գումարների մասին, որը գողացվել է բանկերից, ավանդային գումարների մասին է խոսքը։ Մենք այստեղ ունեինք քաղաքացի, կհիշեք, ես ասել եմ, հնչեցնել եմ $53,000 թիվը, հայ էկոնոմ բանկից, որը այս 3 բանկերի մեջ չի մտնում, բայց այնտեղ էլ է փաստորեն զեղծարարություն տեղի ունեցել, եւ տիկինը պնդում էր, որ ինքը որևէ հղումով չի անցել, եւ ես հավատում եմ, համոզիչ է համենայն դեպս, ոնց են գողացել, այդ հարցերին պետքա պատասխանի կենտրոնական բանկը, այդ հարցերին պետքա պատասխանեն բանկերը, իսկ այդ պատասխանները լղոզված են, նվաղ, ինչ որ ես կուզեի տեղեկատվական անվտանգության բանկից, որևէ այլ բանկից դրանց տրվեն ապա մասնագիտական պատասխաններ, միգուցե նաև ավելի վերագույցի ավանդույթի համար։ Մասնագիտական որևէ պատասխան չի տրվել, բայց եկեք սենց անենք, հա։ Հիմա ես կգնամ կփակեմ կենտրոնական բանկի դուռը որպես չաշխատող, որպես խախուտ կառույց, հարցին կշարունակեն պատասխանել։ Ես ուղղակի մի ճշտում եմ, էլի, բանկերը օրինակ այսպես են արձագանքել, ասել են մենք կարող ենք ընդառաջ գնալ նվազեցնել տոկոսները։ Այսինքն այնտեղ պետքա Եթե նորից եմ կգնում հարգելիս, բաները պետք է վճարեն։ Վարկեր եք վերցրել, ձեր անունով է վերցրել։ Ով է վերցրել։ Ինչ որ մեկը։ Ինչ որ մեկը եթե վերցրել է քաղաքացին ինչի պիտի հասկանում եք։ Հիմա հնարավոր է որ ձեր տվյալներն էլ ինչ որ մեկը տա, այդ նշանակում է որ ձեզ փաստացի վարկ տրամադրվել է։ Եթե ձեզ փաստացի վարկ չի տրամադրվել, եթե դուք որևէ անգամ դուք անձամբ վարկի համար չեք դիմել, չի եղել դիմելու հարցում ձեր մասնակցությունը կամ համաձայնությունը եւ փաստացի որևէ մեկը, այդ թվում բանկը, այդ թվում բոլոր բանկերը ձեզ փաստացի գումար չեն տրամադրել, ըստ որի նախաձեռնվել է քրեական վարույթ, ապա եւ ձեր միջև չկա վարկային պայմանագիր, չկա ձեր ստորագրությունը, ապա այս պահանջները ոչ օրինաչափ են, զոր բայություն է, հանիրավի պահանջներ է քաղաքացիների նկատմամբ եւ ոչ այլ ինչա քան թալան։ Այս սրանից ելնելով չէ,